Ողջույն Օրակի Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է միջազգային տարբեր տիտղոսների մեդալակիր, Գինեսի ռեկորդագիր, բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը։ Ողջույն Յուրի ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։ Նախ սկսենք նրանից, որ ձեր ընտանիքում դուք միակը չեք, ով օժտված է նման կարելի ասել գերբնական ուժով, նաև ձեր եղբայրը Գինեսի ռեկորդագիր է, մի փոքր պատմեք հենց ընտանիքի մասին, ինչպիսի ընդհանրապես միջավայրում եք մեծացել։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, մենք 3 եղբայր ենք, երկս սկսել ենք զբաղվել սպորտով 6 տարեկանից, մեր առաջ քայլերը արել ենք հայրիկի մոտ, ով ըմբշամարտ էր մարզում։ Մոտավորապես 10 տարի ես զբաղվել եմ ըմբշամարտով, նոր դրանից հետո արդեն փոխել եմ իմ սպորտազավերը։ Իմ երկու եղբայրները նույնպես բարապել են ըմբշամարտ, այնուհետև արդեն ժամանակի ընթացքում փոխել են իրանց սպորտազավերը։ Յուրի, իրականում ձեր հայրիկը գիտենք, որ նույնպես տաղանդավոր ճանաչված անձ է եւ իրականում որքանով է ձեր ճանապարհը հեշտ եղել, արդյոք դա ունեցել է իր դերը, որ ձեր ճանապարհը ավելի հարթ լինի, թե իրականում բարդություններ ունեցել եք։ Շատ լավ հարց տվեցիք, իրականում շատ կարելի ասել նա համ շատ լավ է, համ շատ բարդ է, ու նաև ավելի շատ պարտավորեցնող, որ քո հայրը լինելով նման տիտղոսակի, չեմպիոն, հարգանքի եւ պատվի արժանի մարդ, դու նույն ճանապարհն ես շարունակում եւ ավելի շատ պարտավորեցնող է, որ դու կարողանաս գոնե մի քիչ հասնել նրա ետևից ու մի փոքր ոնց որ ասած արժանի զավակ լինել։ Նաև այստեղ կա խնդիր, երբ որ ընդհանրապես ընտանիքի երեխաները ունենում են նույն ոլորտի հաջողություն, շատերը կարող են կողքից մտածել, որ իրականում դա նաև մրցակցություն է բերում հենց հարազատների միջև։ Արդյոք դուք եղբայրներդ ինչպես եք կարողացել նման կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարել, թե ձեզ մոտ չի եղել ընդհանրապես այդպիսի խնդիր։ Մեր մոտ ոչ թե եղել է այտենց կոնֆլիկտային իրավիճակներ կամ այտենց պայքար իրար մեջ, այլ հակառակը այդ պայքարը եղել է, որ մեկս մեկին ուժ տանք ընդհանրապես։ Դա եղել է մոտիվացիա, որ մեկս ավելի լավ անի, ավելի ուժեղանա։ Դա կարելի ասել ավելի լավ է եղել, որ մեկս մեկին նայելով ավելի շատ արել, մեկս մեկին նայելով ավելի շատ ապարապել, ավելի ուժեղացել, բայց արդյունքը այն է, որ մենք մեկս մեկին ուժ տալով ուժեղացել ենք եւ փորձել ենք մեր ուժով երկիր ներկայացնենք, մեր հայ ժողովրդին ներկայացնենք ամբողջ աշխարհում։ Երբ հասկացաք, որ գերբնական ուժ ունեք ձեր մեջ եւ կարողանում եք անել այն, ինչ որ օրինակ սովորական մարդիկ չեն կարող անել։ Ինչպես նշեցի, ես 6 տարեկանից զբաղվում եմ սպորտով։ Պատահական հեռուստատեսությամբ տեսա, որ գերմանացի մարզիկը Գինեսի ռեկորդ է սահմանում եւ ինձ թվաց, որ դա հեշտ կլինի, որոշեցի նաև ես ռեկորդ սահմանեմ։ Բայց ինչ որ ես տեսա հեռուստատեսությամբ, դա այդքան էլ հեշտ չէր, ես մի քանի ամիս պարապեցի, որպեսզի կարողանամ այդ ռեկորդը շրջանցեմ, բայց ստացվեց եւ հենուն ծանոթ վարժություններ կատարում մարզիկը, այսպես ասած ժիմը 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա 47 անգամ կատարեց 1 րոպեում, ես արեցի 57 անգամ։ Առաջի ռեկորդս դա է եղել ու ոնց որ ասած ստարտը սկիզբը դա եղավ, որ ես հասկացա, որ կարելի է ռեկորդներով զբաղվել ու ինչպես դուք նշեցիք, դա գերբնական ուժ է, թե նաև աշխատասիրություն, ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ ունեն իրենց մեջ տաղանդ, մնում այդ տաղանդը բացահայտեն։ Այսինքն բոլորն էլ, որ աշխատեն, կարող են այդ նույնը անել, ըստ ձեզ։ Ոչ, ամեն մեկին տրվում է մի տաղանդ, իմ կարծիքով։ Ես դա չեմ կարող լավ նկարիչ լինեմ, չէ՞, նկարիչները տաղանդ է կամ քանդագործությունը դա տրվել է, բացահայտել են այդ տաղանդը։ Ես մտածում եմ, որ ինձ էլ սպորտն է տրված տաղանդ եւ ես բացահայտեցի, իհարկե, փառք Աստծուն ամեն ինչի համար, տված ուժի համար։ Ու մինչև առայսօր մոտավոր 25 հատ ռեկորդ եմ սահմանել, ու ոնց որ ստարտը տրվեց 16 տարեկանից ու նմանատիպ ռեկորդներով շարունակում եմ մինչև այսօր։ Խոսենք սահմանած ռեկորդներից երևի գլխավորների մասին, որոնք առանցքային նշանակություն ունեցան, որն է կարելի ասել ամենահիշվողը, որ բոլորի մոտ մեծ տպավորություն առաջացրեց, եւ խոսենք հենց դրա նախաբանի մասին, այսինքն ինչպես սկսվեց նախապատրաստական աշխատանքները։ Բոլոր ռեկորդները տարբեր են, բոլոր ռեկորդները հիշարժան են, բոլոր ռեկորդները դժվար են,
Ես կոնկրետ չեմ կարող առանձնացնել, թե որ ավելի դժվար է եղել, որտեղ բոլորը դժվար են եղել, բոլորին շատ դժվարությամբ եմ հասել, բայց մարդկանց աչքի համար, որը որ ավելի հիշարժան էր իմ կարծիքով, որ ստացել եմ ես արձագանքներ, դա նրանք էին, որոնք օրինակ ճկույն մատով քաշել են 60 տոննա քաշ ունեցող մետրոպոլիտենի 2 վագոն, մեր մետրոյի 2 վագոններից 60 տոննա քաշ ունեցող, ճկույն մատով քաշել եմ ուղղաթիռ, զինվոր ժամանակ ճկույն մատով քաշել եմ 4 մեքենայից կազմած 4 մեքենայի շարասյուն, նմանատիպ շատ ռեկորդներ, որոնք պատկերացրեք 25 հատ ես հիմա դժվարանամ նույնիսկ հիշեմ։ Խոսենք հենց դրանց մասին, իրականում մատով նման կարելի ասել տեխնիկա կիրառելը անհնարին է թվում շատերիս, նախ ընդհանրապես ֆիզիկական վնասներ դրանից հետո չեն առաջանում, քանի որ օրգանիզմը ինչպես է ընդունում այդպիսի ծանրությունը, երբ որ դուք կարողանում եք կրել, ու ինչքանով եք կարծում, արդյոք երբ որ մարդիկ տեսնում են, որ նման բանը հնարավոր է, իրա վտանգները չի ունենում, որ իրանք էլ օրինակ ցանկանան նույն բանը անել։ Շատ լավ հարց տվեցիք։ Առաջին սկսենք նրանից, որ վտանգները նրանք շատ են ու մարդ, որ շարժում է 65 կիլոգրամ ու քաշում է 60,000 կիլոգրամ քաշ ունեցող առարկա, դա արդեն ինքնին նշանակում է, որ խուսափել վնասվածքներից մի քիչ անհնար կլինի։ Հետո ես միշտ գնում եմ ստուգումների, բժշկական ստուգումների, զննումների, որ գոնե մի քիչ դրա դեմը առնենք։ Իսկ մարդիկ, ովքեր որ ուզում են փորձեն, նաև եղել են նման դեպքեր, որ մարդիկ փորձել են կրկնօրինակել, կատարել իմ արած ռեկորդները ու շատ ես ճանաչում նույնիսկ նեզ մարդկանց, այդպիսի մարդկանց, ովքեր որ փորձելով ստացել են շատ ծանր վնասվածքներ։ Ոնց որ ասած ընկել են թասիբի, չէ, պրինցիպի, այսպես կոչված ու ստացել են մեծ վնասվածքներ։ Ու դա արել են իմ կատարած վարժությունների երևի 30%-ը, որը որ արել են, ասենք չեն փորձել, իրանք 60 տոննա քաշ ունեցող գնաց կքաշեն, այլ թեթև ասենք 32 կիլոգրամանոց գիրը չէ, ծանրակարը բարձրացնեն ճկույտ մատով ու ստացել են մեծ վնասվածքներ։ Ու կուզեմ, որ իմ հայրենակիցները չփորձեն նմանատիպ վարժություններ կատարեն, միանգամից 60 տոննա քաշեն, ես էլ նույնիսկ միանգամից չեմ արել, պատկերացրեք 20 տարի է սպորտի մեջ եմ, կամաց մոտիկացել եմ, հասել եմ դրան։ Ես միանգամից քնից չեմ արթնացել ու գնացել եմ 60 տոննա եմ քաշել։ Իմ առաջի ռեկորդը եղել է 2 տոննա քաշ ունեցող մեքենա։ Պատկերացնում եք, առաջի անգամ որ ես արել եմ 2 տոննա եմ քաշել ու նույնիսկ դա երկար պարապել եմ, որ կարողացել եմ ես 2 տոննա քաշեմ։ Կամաց այդտենց պրոգրեսը աճել է էլի արդեն։ Խոսենք հենց նախապատրաստական շրջանի մասին, իրականում թվում է, որ երբ որ մարդը նման բան է անում, ամեն վայրկյանի կարող է կրկնել նույն ռեկորդը, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետև երկար նախապատրաստական աշխատանքներ կա, երբ որ մի ռեկորդ պետք է սահմանվի, ինչ գործընթաց է դրա հետևում գտնվում, ինչ աշխատանքներ եք իրականացնում։ Շատ լավ հարց տվեցիք։ Այո, ամեն ռեկորդից առաջ շատ երկար պատրաստվում ենք, շատ երկար։ Հասարակ սնունդից սկսած մինչև ծանր ֆիզիկական աշխատանք, թե նաև հոգեբանական ճիշտ աշխատանք ա պետք, ճիշտ տրամադրվածություն ա պետք, որպես կարողանանք մոտենալ նմանատիպ ռեկորդների։ Քանի որ մենք ռեկորդներ ենք սահմանում ծանր առարկաների հետ, դրա համար մեզ նաև հոգեբանական լուրջ պատրաստվածություն ա պետք, որ մի պատ դու պատկերացնում ես 65 կիլոգրամ ես ու կանգնած ես ինքնաթիռի առաջ, գնացքի առաջ, չէ, որ նույնիսկ չես երևում էլի ոնց որ կողքը։ Մի քանի ամիսներ ա տևում յուրաքանչյուր ռեկորդից առաջ մեր պատրաստվելը։ Սկսված ծանրաձողերից մարզումներ, արագաուժային վարժություններ, դիմասկունության։ Բայց ելի կասեմ փառք Աստծո, որ կարողանում ենք դեռ դիմակայենք, դեռ կարողանում ենք մեր երկիրը լավ ներկայացնենք, մենք էլ մեր ասպարեզում։ Յուրի սա իրականում նաև որոշակիորեն աշխատանք է համարվում եւ բնականաբար ձեր կատարած հաջողությունների դիմաց դուք էլ որոշակիորեն վարձատրվում եք, արդյոք որքանով է սա լավ աշխատանք համարվում այսօր եւ ընդհանրապես երբ որ մարդը որևէ ռեկորդ է սահմանում, դրա դիմաց ինչ է ստանում։ Շատ լավ հարց տվեցիք։ Տեսեք, ռեկորդների դիմաց մենք ոչ մի աշտավարձ չենք ստանում, սա ավելի լավ որ այս հարցը տվեցիք, թող բարձրաձայնվի, որ մարդիկ չմտածեն, որ մենք ռեկորդներ ենք
անում, ստանում ենք միլիոններ կամ դրամներ չենք ստանում, ոչինչ չենք ստանում, ես ոչինչ չեմ ստացել, իմ եղբայրները ոչինչ չեն ստացել, ես ինչքան տեղյակ եմ Հայաստանում կան մի քանի ռեկորդակին, ովքեր նույնպես ոչինչ չեն ստացել, դա մենք աշտավառ չենք ստանում, պետությունից ոչինչ չենք ստանում, ես հանձնես իմ մասին կասեմ եւ իմ աղբերների մասին, որ մենք պետությունից դեռ ոչինչ չենք ստացել մեր կատարած աշխատանքի համար, բայց կնշեմ, որ սահմանել ենք տասնյակներով եւ ավել ռեկորդներ, ցավալի է, այս հարցը շատ ցավալի է, բայց հուսանք կգա ժամանակ, որ պետությունը արդեն մեր մարզիկներին ավելի լավ կվարձատրի, կպարգևատրի, վերաբերմունք ցույց կտա, չէ՞ որ մենք մարզիկներս նույնպես դրոշ ենք ներկայացնում, ոնց որ հանդիսանում ենք դեսպաններ ուրիշ երկրներում։ Շատ լավ նաև խոսենք բռնցքամարտի մասին, մենք այստեղ տեսնում ենք գոտին, որը մենք երկար ժամանակ փորձեցինք ճիշտ տեղավորել եւ դնել, մի փոքր խոսեք, թե ինչպես մուտք գործեցիք այս ոլորտ։ Բռնցքամարտ ես ճիշտ ասած մանկուց եմ սիրել, բայց քանի որ ես ապրում եմ Չարենց համանում եւ բռնցքամարտի խմբակներ չեն եղել մեր քաղաքում, ու չնայած դրան, որ իմ հայրն էլ եղել է մշամարտի մարզիկ եւ մարզիչ, ես տենց այդ ուղով եմ գնացել, բայց որ սիրել եմ բռնցքամարտ։ Այնուհետև արդեն 16 տարեկանից հետո, երբ որ ավարտեցի մշամարտի կարիերան, ու սկսեցի արդեն զբաղվել ուժային մարզաձևերով եւ նաեւ բռնցքամարտով։ Ահա, ունեմ բռնցքամարտում 22 մենամարտ, ոչ մի պարտություն, եւ ինչպես տեսնում եք այս գոտին, ամիսներ առաջ, ընդամենը 2 ամիս առաջ Ավստրիայում տեղի ունեցավ WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի մենամարտը, որտեղ ես մենամարտեցի Գերմանիան ներկայացնող մարզիկի հետ, եւ այս 12 ռաունդանոց մենամարտ էր, բայց 4 ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի հակառակորդին եւ դարձա WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն։ Մի փոքր կնշեմ, որ կուզեմ պատմեմ ընթացքից, Հայաստանից մեկնեցինք Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի եւ գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի հետ։ Ավստրիայում մեզ դիմավորեցին տեղի հայերը, հայ համայնքը եւ նաեւ նրանց աջակցությամբ, որ ամբողջ տրիբունայում մեր հայերի աջակցությամբ դուխով ես զգում էի, ճիշտ ռինգի մեջ ես զգում էի, թե ոնց որ Հայաստան մենամարտը այդտենց վիճակ է, չնայած նրան, որ ես Ավստրիայում էի։ Շնորհակալություն իմ ընկերներին, ովքեր որ իմ հետ մեկնեցին Ավստրիա, շնորհակալություն տեղի հայերին, ինչպես նաեւ մենք այնտեղից էլ մեկնեցինք Բելգիա, հանդիպում ունեցանք արդեն հաղթանակից հետո հանդիպում ունեցանք Բելգիայի հայ համայնքի հետ, եւ շնորհակալություն Բելգիայի հայ համայնքին նման ընդունության, ջերմ ընդունության համար, որ գնահատում են, դրսում գնահատում են մարզիկի ուժը, մարզիկի աշխատանքը, որ մարզիկը ներկայացնում է մի հայ ազգ ամբողջ աշխարհում, չնայած նրան, որ կապ չունի որտեղա, չէ, տեղի մրցաշարերը, բայց մենք մի ամբողջ հայ ազգ ենք ներկայացնում։ Այս տիտղոսը իմ համար շատ կարևոր տիտղոս էր, սա շատ լուրջ մի հատ հայտ էր ամբողջ աշխարհում, մեզ մնում ընդհանրապես մեկ հայլ, որ արդեն գնանք աշխարհի չեմպիոնական տիտղոսի ետևից։ Տեսեք, զբաղվում եք հենց բռնցքամարտով եւ նաեւ ռեկորդներ եք սահմանում։ Իրականում ոլորտը նույնն է, բայց տարբեր, այսինքն այդ ոլորտների համար տարբեր ֆիզիկական պատրաստվածություն է անհրաժեշտ եւ որոշակիորեն այդ պատրաստվածության գնալը կամ պատրաստվելը արդյոք իրար չի խանգարում։ Այսինքն, եթե նրա համար օրինակ ծանր ուժային մարզումներ պետք է անեք, արդյոք դա որքանով է իր ազդեցություն ունենում բռնցքամարտի վրա։ Ճիշտ հարց տվեցիք, այո, երբ որ ես պատրաստվում եմ ռեկորդներ սահմանելուն, այդ ժամանակ ավելի շատ մենք ֆիզիկական ծանրաբեռնվածություն ենք անում, ավելի շատ ֆիզիկական աշխատանք ենք անում, դա խանգարում է բոքսին, բռնցքամարտին մի քիչ շատ խանգարում է, բայց քանի որ ես սպորտի մեջ եմ, քանի որ ունեմ լավ մարզիչներ, ճիշտ խորհուրդներ ստանալով, այնպես ենք անում, որ մեկը մեկին չխանգարի, այլ հակառակը, մեկը մեկին օգնի, այսինքն ես ստանում եմ շատ ֆիզիկական ուժ, դա կարելի է ներդնել բռնցքամարտի մեջ ու ճիշտ օգտագործելով դա իօգուտ բերի բոքսին, այլ ոչ թե հակառակը։
Նաև նման ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալով, այսինքն գտնվելով անդադար մարզումների մեջ, որոշակիորեն դա նաև հոգնեցուցիչ շղթա է եւ մարդը չի կարող միշտ լինել մոտիվացված։ Ինչպես է կարողանում այդ этаպները, երբ որ արդեն դատարկություն, հոգնածություն է տիրում, հաղթահարել եւ շարունակել ձեր ընտրած ուղին։ Քանի որ մենք ընտրել ենք սպորտը, ես ընտրել եմ սպորտը, ես գիտեմ, որ ինչ դժվար աշխատանք է իրանից ենթադրում սպորտը, ինչ կարգ ու կանոն է իրանի դիսցիպլինա, որ մենք պետք է օրինակ պրիմիտիվ ճիշտ սնվենք, ճիշտ քնենք, ճիշտ արթնանանք, հոգնածությունը ճիշտ մարդկանց հետ շփվենք, որ ճիշտ էներգիա ստանանք, ու ամեն ինչ համար փառք Աստծո, գնալ եկեղեցի, այդ մեր առօրյան այնպես եմ լցնում, ես իմ առօրյան այնպես եմ լցնում, որ այդ հոգնածությունը դնեմ մի կողմ, ստանամ ճիշտ էներգիա, շփվեմ ճիշտ մարդկանց հետ, ճիշտ սնվեմ, որ կարողանամ միշտ լինել լավ մարզավիճակում։ Յուրի խոսենք նաև նրա մասին, որ այսօր սպորտը շատերին օգնում է, որպեսզի մանավանդ երիտասարդների շրջանում չընկնեն վատ միջավայր եւ վատ բարքերի ետևից, այլ գնան ճիշտ ուղով, քանի որ շատերս ենք բազմից լսել, որ երիտասարդները զարգացման հետ զուգընթաց կարող են ընտրել սխալ ճանապարհ։ Արդյոք ընդհանրապես ինչ դեպքեր գիտեք, որ սպորտը մարդկանց օգնում է նման ճանապարհներից դուրս գալու, քանի որ ինքներդ ժամանակին նաև ձեր գիտելիքները հանձնել եք շատերին։ Այո, սպորտը, այո, մարդկանց երեխաներին կտրում է փողոցներից, զերծ է պահում հանցագործություններից եւ վատ սովորույթներից։ Ու ես լինելով ժամանակին ես եղել եմ մարզիչ, հիմա նաեւ աշխատում եմ որպես դասախոս, ու յուրաքանչյուրս եթե կարողանան գոնե մեկ մարդու մոտ, մեկ երեխայի մոտ փոխել ու տանել այդ երեխային դեպի սպորտը, այո, շատ ճիշտ նշեցիք, մենք զերծ կպահենք վատ սովորություններից այդ երեխաներին, ինչ չէ, նաև վատ մարդկանց նաև կլինեն առողջ սերունդ, չէ, առողջ մարմին։ Դրա համար ես միշտ, երբ որ խոսում եմ մարդկանց հետ, աշխատում եմ, որ բոլոր երեխաները գնան սպորտի։ Բոլոր երեխաները գնան սպորտի, բոլորը չեն կարող դառնալ չեմպիոն, բայց բոլորը գոնե կլինեն առողջ, բոլորը զերծ կմնան վատ սովորություններից եւ կուզեմ, որ զարկ տրվի շատ ու շատ սպորտային համալիրների բացմանը, մարզահրապարակների բացմանը, որ երեխաները դա տենան, դրան գնան, այլ ոչ թե վատ բաները տենան, չէ, վատին գնան։ Այսինքն, եթե շատ լինեն մարզահրապարակներ, մարդիկ խաղան, կպարապեն, ինչու՞ չէ նաև մեր պես մարդիկ եթե շատ լինեն, այսինքն չեմպիոնները շատ լինեն, մարդիկ նաև մեզ են տենում, չէ, մեզ տենում են եւ փորձում են թողնինակեն, սովորեն, չեմպիոն դառնան, բայց դրա համար ինչա պետք, որ մեր պետությունը լինի մեր մարզիկների կողքին, որ մեր մարզիկների կողքին լինի, մարզիկը կողքեվորվի, կաշխատի, կդառնա չեմպիոն, երեխան կտենա մարզիկին, երեխան կուզի կդառնա լավ չեմպիոն, կուզենա պարապի, կուզենա լինի լավ բռնցքամարտիկ, չէ, լավ բշամարտիկ, այսինքն սա կապակցված է ու պետքա գա ոնց որ ասում են վերևներից, իշխանությունից, sense իջնի ճիշտ ընթացակարգ պահանջում էլի, քաղաքապետարանից, գյուղապետարան եւ այլն, որ մեր սերունդը ճիշտ ուղու վրա լինի։ Նաև խոսենք հենց ձեր կրթության մասին, իրականում ընտրել եք նաև որոշակիորեն իրավագիտություն, այսինքն ձեր հետաքրքրությունները բազմավոլորտ են։ Ինչպես նշեցիք, նաև դասախոսում եք։ Կնշեք արդյոք ինչպես դասախոսելու մտահղացումը առաջացավ եւ ինչպես է, որ օրինակ բոլորը ձեզ գիտեն, ավելի շատ ռեկորդներ, բռնցքամարտ եւ մի պահ պետք է անցնեք ավելի դեպի լուրջ կողմը դասախոսելուն, որը իրականում դժվար է լինում, երբ որ այսպես երկու կյանքով ես ապրում։ Արդեն 6 տարուց ավել է ես դասախոսում եմ, մի քանի համալսարաններ եմ ավարտել, դա իմ համար սիրած զբաղմունք է, իմ համար հոբբի է, ես երբ որ սովորում էի, ամեն անգամ երբ որ լսանում ես նստում եւ լեկցիաներն էի, չէ, լսում, այդ ժամանակ ես իմ մեջ ասում էի, ինձ լավ կլինի, որ մի օր ես դառնամ դասախոս։ Ու տենց, ոնց ասած, ցանկություններս իրականացան եւ դարձա դասախոս։ Դա իմ համար սիրած զբաղմունք, իմ համար հաճելի զբաղմունք է, որ կարողանում եմ ինչ-որ բան փոխանցել գալիք սերունդին, ինչու՞ չէ նաև մեծ սերունդին ես որ դասախոսում եմ նաև ինձնից մեծ տարիքի մարդկանց եմ դաս տալիս, իմ համար դա հաճելի զբաղմունք է ու հաճելի է այնքանով որ ես կարողանում եմ իմ իմացած գիտելիքները փոխանցել մարդկանց
Հաճելի այնքան է, որ ես տենում եմ, որ մարդիկ սիրով հաճախում են իմ դասերին, լսում են ու ասում են տարիներ ես այդ նույն ուսանողներին, որ ասենք ճանապարհին հանդիպում եմ, հաճելի այդ փոխհարաբերությունները պահպանվում են, շարունակվում են, հարգանք պատիվ, իմ համար շատ հաճելի է այդ ամեն ինչը։ Իրականում նշեցիք նաև, որ շատ հաճախ ձեզանից տարիքով մեծ անձանց եք դասավանդում։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ երբ որ մեր դիմաց ընդհանրապես երիտասարդ դասավանդող է, թերահավատորեն ենք մոտենում եւ շատ դժվար է հարաբերություններ կառուցել այն մարդկանց հետ, ովքեր տարիքով շատ մոտ կարող են լինել։ Արդյոք իր դրական կողմերի հետ մեկտեղ նաև բացասական կողմը չի ունեցել ձեզ մոտ, երբ որ որոշակիորեն նաև անվստահություն կարող է լինել կամ օրինակ թերահավատորեն մոտենալ դիմացինի գիտելիքներին։ Եղել են նմանատիպ դեպքեր իհարկե եղել են, երբ որ ես ասենք տարիքով եղել եմ փոքր ուսանողը տարիքով մեծ, բայց իմ մոտ երբեք կաշկանդվածություն չի եղել, քանի որ ես իմ գիտելիքների վրա եմ միշտ հիմնված եղել։ Իմ համար տարիքը դա ընդհանրապես թվեր են մարդու հասկացողության հետ, ընդհանրապես ես տենց եմ մտածում, որ կապ չունեն։ Ես միշտ իմ գիտելիքների վրա եմ հիմնվել, եղել են այո 40 տարեկան մարդիկ 40 տարեկան մարդիկ ես իրանց դասավանդել եմ, որ դիմացի մարդիկ նույնիսկ չեն հասկացել, որ ես եղել եմ իրանցից 10 տարի փոքր, անկեղծ ասած։ Հետո ժամանակի ընթացքում հասկացան, որ ասում եմ, լավ, ես չի հավատում էլի։ Որովհետև ես ամեն անգամ, երբ որ գնում էի դասավանդելու կամ գնում եմ դասավանդելու, եղել է, որ ես առարկաներ եմ դասավանդել, լեկցիաներ եմ կարդացել, ես ճանապարհին ամբողջ դասերը կրկնել եմ, սովորել եմ ճանապարհին գիշերը, որ ես կարողանամ ճիշտ լեկցիաներ կարդամ, որ կարողանամ բոլոր հարցերին պատրաստ լինեմ պատասխանելու։ Դա իմ համար հարգի գործ է, պարտավորեցնող գործ է, որ ես միշտ պետք է յուրաքանչյուր հարցի կարողանայի պատասխանել։ Նաև եթե ամփոփենք ինչ նպատակներ ունեք հետագայում, քանի որ արդեն հաջողության եք հասել բռնցքամարտում, նաև որոշակիորեն ռեկորդներ եք սահմանում, հետագան ինչպիսին է։ Հետագան ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Պետք է գնանք նոր դիտողոցների ետևից, պետք է լավ մարզվենք, մնանք անվնաս, վնասվածներից զերծ մնանք ամենակարևորը ու գնանք առաջ։ Փորձենք մեր երկիրը լավ ներկայացնենք ամենակարևորը։ Թե ռեկորդների տեսքով կլինի, թե բռնցքամարտի ասպարեզում եւ մեր գործը ինչն է, մեր գործը մեր երկրի դրոշը բարձրացնելն է, մեր հայ ազգի ուժը ցույց տալն է ամբողջ աշխարհում մեկ եւ որպես ամփոփիչ խոսք ես կուզենամ մի փոքր խոսքով կիսվել, քանի որ ես միշտ Աստծո անունն եմ տալիս եւ Աստծո զորությամբ ցույց տալիս ամբողջ աշխարհին ուժը, որ կարողանում եմ, չէ, դրոշը բարձրացնեմ, չեմպիոն դառնամ, բայց այս ամեն ինչը ժամանակավոր է։ Տիտղոսը, չգիտեմ, իշխանությունը եւ ամեն ինչը, չէ, ոչ մի փառք հավես չէ, ոչ մի իշխանություն անսասան։ Անցնում են ժամանակը, չէ, անցնում են թագավորությունները, մարդկանց կողմից ստեղծված գայրը, բայց միայն հավերժ է Աստված եւ Աստծո անսասան թագավորությունը։ Իսկ մարդկային ուժը ժամանակավոր է եւ միայն Աստծո զորությունն է հավիտենական։ Այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է, բայց հավատը, սերը եւ Աստծո ճշմարտությունը անփոփոխ։ Ոստի չկապվենք այս անցողիկ փառքին, այլ միայն Աստծո լույսի մեջ, Աստծո լույսով, Աստծո զորությամբ փառավորվենք, որտեղ միայն Աստծո թագավորությունն է հավիտենական։ Հավատ ունենանք առ Աստված, սիրելի ընկերներ, հայրենակիցներ, ու բարություն տարածենք միայն այդ կանը։ Մնացածը սա ժամանակավոր են այդ ամեն ինչը։ Դե ինչ շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ շատ երիտասարդների եւ ինչու ոչ երիտասարդների հանրությանը սա կլինի մոտիվացնող։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար, ձեզ անխափար եթերներ։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։